Բարև ձեզ։ Ներողություն եմ խնդրում մեկ հարցել, ուղղակի ձեր ցույցությամբ կլինի մի փոքրիկ դանդաղ քայլենք, նստին կա էլի ժամանակ։ Պարոն Կարապետյան, հայտնի է, որ Նիկոլ Փաշինյան եւ Վլադիմիր Պուտին հանդիպման ժամանակ խոսակցություն է եղել ձեր ազատ արձակման եւ ըստ ձեր գործունեության հետ կապված։ Պարոն Կարապետյան, այդտեղից հետո Վլադիմիր Պուտինը բավականին վտանգավոր հայտարարություններ տարածեց կապված Հայաստանի մասով, որ Ուկրաինայի ճանապարհն են բռնել եւ այլն, այսպիսի գնահատականներ հնչեցին։ Դուք ճշտներ համարում եք Վլադիմիր Պուտինի այդ հայտարարությունները, որ պետք է այլև Եվրամիություն կամ ԵԱՏՄ եւ այսպիսի գնահատական են հնչում, որ Սամվել Կարապետյանը Պուտինին բերել է Հայաստանի վրա։ Ինքնը դուք Պուտինը դարել լավ կապերում եք ես։ Ինքնարապետ կապեցին դրա համար ձեր կապերով ճիշտ եք դա։ Պարոն Կարապետյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական համարում եք Վլադիմիր Պուտինի հայտարարությունները։ Պարոն Կարապետյան, այս Ինձ համար անընդունելի է ցանկացած Պարոն Կարապետյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական Պարոն Կարապետյան, այսօր հակակոռուպցիոն կոմիտեն հերթական ձայնագրություն է հրապարակել, որտեղ ասում են, որ Սամվել Կարապետյանը 180,000 դրամ գումար է տալիս։ Սա այս ձայնագրությունները դուք հերքում եք, բայց իրավապահ մարմինի այս հրապարակումները, այս գործերը նպատակ է խանգարելու ձեզ։ Դուք վիճակի եք իրենց հարցերը լուծեք։ Ինչպես է ներողություն, հայտարարագիր ինչու չեք ներկայացնում։ Իրավաբանները միջև հիմա Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, քաղաքացիությունից հրաժարվելը գործընթացը շարունակվում է կամ լուծում թե ոչ։ Իհարկե շարունակվում։ Դեռ լուծում չկա։ Դա պրոցես է, երկար պրոցես է, բայց մենք հասնում։ Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը շարունակվում է նաև ձեզ անվանել պատերազմի եռագրող կուսակցություն, այսպես տարածում է Քարոզ Արշավին այդ ամենը, այս ալբյուս օրինակ Հայաստան Դաշինք եռագրողը ինքն է, Ալիևն է, Էրդողանն է, դուք ինչ անվանում եք պատերազմի եռագրող կուսակցություն։ Կարող եմ ասել, որ իրենք քառագլուխ են, քառակուսի գլուխ են։ Կներեք։ Ասում որ իրենց գլուխները նորմալ չեն, ասենց քառակուսի ձև ունեն։ Դրա համար դե որտեղից ինչ դուրս կտան, Նիկոլ Փաշինյանը հայց ներկայացրել է ձեր դեմ Չինաստանի սնկերի վերաբերյալ, հայտարարեց ներկայացնելու է թե ոչ, հետո ասած դուք ինչ որ արդարացել եք, ասում եք ես այդպիսի ինֆորմացիա ունեմ։ Եթե բաց դատ կլինի, ես միայն ուրախ կլինեմ։ Պարոն Կարապետյան, մի հարց տամ, էլի ամեն դեպքում թյուրըմբռնման տեղիք տվեց կապած սունկերի հալյուցինացիա առաջացնող սունկերի, դուք վերախմբագրեցիք, հետո այնտեղ ասել եք Վերախմբագրեցի, ես հիմա իրական պատմություն է, բայց դա իրական է։ Դուք ինֆորմացիա ունեք այդ սնկերի մասին, թե ոչ։ Մենք տեղեկություն մենք ձեզանից ենք լսել, պարոն Եղա որ Կարապետյան։ ինֆորմացիա ունեք, ես էլ վաճոից եմ։ Դուք կատակ եք արել դա, պարոն Կարապետյան, այդպես է չհասկացան, դա ճիշտ է թե ուղղակի բառախաղ եք արել։ Ուրիշից եմ լսել։ Լսել եք դուք, հա։ Ձեզ Պարոն Կարապետյան, այն որ ասում եք հացությունից գործընթաց են սկսել, կասեք կոնկրետ ինչ քայլեր եք դուք կապուղությամբ։ Առավոտը զարթնել եմ։ Զանգել եմ Վարդևանյանին, ասել եմ շտաբ սկսի քայլերը։ Ինչ է արել Վարդևանյանը։ Այս Վարդևանյանը ենքան փակ մարդ է, ինձ էլ չի ասում։ Այսինքն ձեզ մի րոպե էլի քննադատ չավարտեցի։ Այսինքն դուք ինչ որ բան ստորագրել եք Վարդևանյանին ո՞նց եք, ինչ եք արել։ Դուք պետք է անձամբ մասնակցություն ունենաք։ Ես վստահում եմ, ինչ թուղթ այդ հարցով բերում է, ես ստորագրում։ Դուք պետք է օրենսդրության Կիպրոսի եւ ՌԴ-ի դուք պետք է կամ դեսպանատին անձամբ ներկայանաք կամ էլ Մենք ավարտին կունենանք հնարավորություններ։ Ես մենակ Ես մի հատ խոսեմ։ Պարոն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանն ասում է իրենք ով են որ իշխանության գան։ Դա ձեր մասին էր ասում, ասել իրենք ով են որ իշխանության գան, հա, Սյունիքում Քարոզ Արշավի ժամանակ էր։ Դուք եկեք ներս մասնակից
Փաշինյանը ով է։ Ջորջն, դուրսը սպասեք։ Ով է։ Ասում է ընտրված վարչապետ են, լեգիտիմ, ժողովրդի քվեով եկած։ Կլինեմ անպայման ընտրված։ Պարոն Կարապետյան, Պարոն Կարապետյան, բայց Ելու ես չեմ։ ես վերջին հարցը դες էլի հստակեցման հետ կապված, որ ըստ էության Վլադիմիր Պուտինի հայտարարությունները վտանգավոր են, այլընտրանք պետք է լինի կամ Եվրամիություն կամ ԵԱՏՄ, դուք եւ ի վերջո վերջին գնահատական Ախպետյանը ասում են, որ Պուտինին բերել է Հայաստանի վրա։ Ձեր գնահատականն եմ ես ուզում լսել։ Այո, բանտի խցից ես զանգեցի Պուտինին, ասի անպայման մի հատ Հայաստանի վրա տես ինչ ես անում։ Բայց առասարակ Ռուսաստանի հայտարարությունները դուք ճնշում համարում եք Հայաստանի վրա, ձեր Ես գնահատականը։ ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում եւ համարում եմ ոչ ճիշտ Հայաստանի համար։ Պարոն Կարապետյան, եթե դուք ընդդիմեք, հա հաղթում եք ընտրություններում, Նիկոլ Փաշինյանը որտեղ է լինելու ընտրություններից հետո։ Որտեղ եք իրեն տեսնում։ Դե ես իրեն տեսնում եմ թմբուկ նվագելու, Արդեն վերջ։ ուրիշ ինչ որ տվյալներ Ուրիշ